Ֆինանսական հանճարներ։ Կենդանակերպի որոշ նշաններն են հեշտությամբ գումար վաստակում։ Ֆինանսական հաջողությունը կախված է ոչ միայն հանգամանքներից, այլև բնավորությունից և կյանքի նկատմամբ մոտեցումից։ Որոշ կենդանակերպի նշաններ երկար ժամանակ են պահանջում կայունության հասնելու համար, մինչդեռ մյուսները հեշտությամբ գտնում են հնարավորություններ վաստակելու և իրենց հարստությունը մեծացնելու համար։ 12-րդ տեղ՝ կշեռք։ Կշեռքները ձգտում են ֆինանսական հավասարակշռության և հաճախ խոհեմ որոշումներ են կայացնում։ Նրանք կարող են լավ վաստակել գործընկերությունների միջոցով։ Այնուամենայնիվ, նրանք հաճախ բաց են թողնում օգտակար հնարավորությունները սեփական կասկածների պատճառով։ 16-րդ տեղ՝ աղեղանոր։ Աղեղանորները հանգիստ են փողի հետ և միշտ չէ, որ մտածում են խնայելու մասին։ Նրանք կարող են լավ վաստակել, բայց արագ կորցնել փողը։ Ֆինանսական կայունությունը նրանց համար առաջնահերթություն չէ։ 10-րդ տեղ՝ առյուծ։ Առյուծները սիրում են փողը և կարգավիճակը, բայց նրանց ծախսերը հաճախ չեն համապատասխանում իրենց եկամտին։ Նրանք գիտեն, թե ինչպես գումար վաստակել ստեղծագործականության և առաջնորդության միջոցով, բայց նրանք հեշտությամբ կարող են հայտնվել դժվարին իրավիճակներում իրենց արժեքավոր ինչ-որ բանով պարգևելու ցանկության պատճառով։ 9-րդ տեղ՝ ձկներ։ Ձկները ավելի շատ առաջնորդվում են զգացմունքներով, քան ֆինանսական հաշվարկներով։ Նրանք կարող են հաջողության հասնել ստեղծագործական ոլորտներում։ Այնուամենայնիվ, նրանց համար կարևոր է սովորել վերահսկել ծախսերը և բյուջեն։ 8-րդ տեղ՝ ջրհոս։ Ջրհոսները գումար են վաստակում նորարարության կամ ստեղծագործական նախագծերի միջոցով։ Նրանք չեն սիրում սահմանափակումներ և կարող են կտրուկ փոխել ուղղությունը։ Դրա պատճառով նրանց եկամուտը կարող է անկայուն լինել։ 7-րդ տեղ՝ խոյ։ Խոյերը արագ են վաստակում, բայց նույնքան արագ են ծախսում։ Նրանք չեն վախենում ռիսկի դիմել, ինչը կարող է հանգեցնել տարբեր հետևանքների։ Նրանց ֆինանսական հաջողությունը կախված է իմպուլսիվությունը վերահսկելու նրանց ունակությունից։ 6-րդ տեղ՝ երկվորյակներ։ Երկվորյակները հեշտությամբ գտնում են եկամտի տարբեր աղբյուրներ և կարող են համատեղել բազմաթիվ աշխատանքներ։ Նրանց ուժը հաղորդակցման և ճկնության մեջ է, սակայն կարճատեսությունը կարող է հանգեցնել ֆինանսական անկայունության։ Որ նշաններն են վաստակում և գումար մեծացնում։ 5-րդ տեղ՝ խեցգետին։ Խեցգետինները սովորաբար զգույշ են փողի հետ։ Նրանք հակված են կուտակել և խուսափել ռիսկերից։ Նրանք լավագույնս վաստակում են կայուն և կանխատեսելի պայմաններում։ 4-րդ տեղ՝ այցեղյուր։ Ֆինանսների մեջ ամենակարգապահը։ Նրանք ռազմավարականորեն են մտածում և քայլ առ քայլ հարստություն են կառուցում։ Նրանք կարիերայի հաջողության են հասնում համառության և հետևողականության միջոցով։ 3-րդ տեղ՝ կարիճ։ Կարիճները չեն վախենում դժվար ֆինանսական որոշումներից։ Նրանք գիտեն, թե ինչպես սպասել և կառուցել երկարաժամկետ ռազմավարությունները։ Նրանց համառությունը հաճախ հանգեցնում է մեծ գումարների։ 2-րդ տեղ՝ ցուլ։ Ցուլերը գիտեն, թե ինչպես կառուցել կայուն ֆինանսական հիմք։ Նրանք ընտրում են հուսալի ներդրումներ և չեն ստանձնում ավելորդ ռիսկեր։ Նրանց մոտեցումը գրեթե միշտ հանգեցնում է նյութական բարգավաճման։ 1-րդ տեղ՝ կույս։ Նրանք վարպետներ են պլանավորման և խնայողության մեջ։ Նրանք խստորեն վերահսկում են իրենց ծախսերը և գտնում են շահույթը մեծացնելու եղանակներ։ Նրանց ուշադրությունը մանրամասներին օգնում է նրանց կուտակել կապիտալ։ Օրվա աստղագուշակ՝ խոյ։ Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել։ Մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմացությունները կխարմեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թաքն եք գնահատում։ Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ։ Սիրելի մարդն այսօր ինչպես երբեք ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունի և ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ։ Ցուլ։ Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում։ Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին։ Ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում։ Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական և պրոֆեսիոնալ խնդիրներն իրանց երկար սպասեցնել չեն տա։ Անձնական կյանքում ձեր իշխողը դրական միտումներն են։ Օրը բավական հարմար է նոր ծանոթությունների համար։ Չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը։ Երկվորյակներ։
Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած եւ կիսատ թողած գործերը։ Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան կախված վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար։ Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք։ Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին կտանջի խանդի զգացումը։ Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար։ Խեցգետին։ Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարական որոշումներն ինքնուրույն կայացնելու։ Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ։ Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել։ Այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են, այնպես որ անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ։ Արյուծ։ Բարենպաստորեն նոր ձեռնարկումների համար։ Առաջին հերթին պատվախնդիր պրոֆեսիոնալ մտահոգացումներն իրականացնելու։ Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով։ Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում եւ ֆինանսական առումով։ Այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապճեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել։ Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցուց գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան։ Ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար։ Կույս։ Այսօր ձեզ պետք կգան համարձակությունն ու վճռականությունը, որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը։ Հնարավոր են անսովոր հրապույրի չարկածներ, բազմաթիվ առյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ եւ դրանից մեծ հաճույք կստանան։ Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք։ Օրը հատկապես հաջող կզարգանա այն առյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով։ Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի։ Կշերք։ Օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր։ Դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխությունների։ Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը։ Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա եւ ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհությունների, ղեկին նստած։ Գույս ծնողների մոտ դժվարություններ կցակեն երեխաների հետ շփումներում։ Կարիճ։ Այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ցակեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ բարուրել։ Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ փռացնել, անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանկություններ եւ խարտավազք են փնտրում, փոխարենը ուղակի խնդրանքով դիմել ձեզ։ Նշանի որոշ ներկայացուցիչները բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով։ Այսօր անվերջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առանց գրոշի։ Աղեղնավոր։ Այսօր ով ասես փորձում է խառնվել ձեզ գործերին։ Ձեզ անվերջ խորհուրդներ են տալիս էլ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, էս էլ նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ։ Հանգիստություն եւ անդոր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում։ Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է։ Երեկոյան իրավիճակը կփոխվի։ Դրա հետ մեկտեղ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգիստությամբ։ Դա ձեզ ավելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում։ Այցեղջուր։ Մի սպասեք նվերների։ Եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք եւ լուրջ ջանքեր թափեք։ Ընդ որում արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ։ Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը։ Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ եւ անլուրջ եք եւ ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին։ Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։ Ջրհոս։ Այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է չիրականացնելը։ Չարժե աշխատավայրում քննարկել իրավիճակը գործընկերների հետ։ Չափից ավելի բաց բերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել։ Նվազագույնի հասցրեք ամեն ետեսակի շփումներ։ Երեկոյան ամեն ինչ ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը։ Ընդ որում լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ եւ կարտակ միայն այնպիսի բան, որը կարող է ձեզ լիցք եւ մտարոլելու նյութ տալ։ Ձգներ։ Պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ։ Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հերանեկար խոստացող գործնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայելի հենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հերանեկարները։ Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով։ Ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի եւ թարմություն ներկայացնող բան։ Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ։